Այսօր Լոռու Սպիտակ քաղաքում ԿՊԵ-ականների ուրախ ավտոբուսի ժամանումից դեռ ժամեր առաջ պարզ էր. վարչապետի գլխավորած կուսակցականների խումբը մոտենում է. պարեկայինների մեքենաներն անընդհատ ազդանշաններով երթևեկությունն էին կարգավորում. Արդեն մեկ ժամ առաջ կենտրոնական փողոցում ու դրան կից փակուղիներում այլևս իրավունք չկար կայանելու. հեռացնում էին թեկուզ մի քանի վայրկյանով ուղևորների համար կանգնած մեքենաներին. Կներեք մի խանգարեք. Չեն թողում կանգնել. Բայց Սպիտակում բարձրաստիճան պաշտոնյաների ժամանման մասին դեռ նախորդ օրը նշաններ կային. տեղի իշխանությունները մաքրել էին փողոցները, անգամ ողջ երեկոյան կենտրոնական փողոցի մայթերին դեռ տարիներ առաջ տնկված տույաները փաթաթել էին պոլիէթիլենով. բնակիչներից մեկը, որ հարակից շենքում էր բնակվում, հավաստեց, նման բան չէին տեսել անգամ ձմռան սառնամանիքներին. տարակուսած էր ինչու մի գիշերում որոշել էին փաթեթավորել կանաչ ու դիմացկուն այս ծառերին. Երեք հարցի ասմանորը տնկաս, համար ջուրները սեր են ցուրտը կտանի։ Եղևնի ցուրտը չի տանը, գրագիտությունը ոչ է շատ քանի տարիա, 8 տարի 10 Մերեք աշխատում դիարցից են կան։ Որովհետև մենք քորենք այստեղ եմ ապրում, մեր շենքին եմ ապրում։ Բա ինչի են արել։ Բանուլ են արել, որտեղ չգնան բան։ Ես շատ գիտեմ, որ չի են արել։ Այդ պահին անցորդներից մեկը, որ պարզվեց քաղաքապետարանի մաքրուհիներից Գրետա Առաքելյանն է, ասաց իր գործընկերներն են արել նախապես հայտարարված ցրտահարությունից տույաները փրկելու համար. Դե իմ տեղեկությունով ինչքան որ իմացել եմ, ցրտահարություններ տվել մեր համայնքապետներն հանգամանքներից ելնելով արելա, որպեսզի այս լավ մշակված եղևնիները, թե ինչա, Բայց ձմեռը չի արվել։ դե ձմեռը չեմ իմանում, ձմեռն արվել է, այ թե շուտ հանվել։ Ես նորդի ասես բան, ես էլ ասեն, ինչ են հանել մարդիկ դրե տեղը, ես ասի մարդ եմ բարում, Թե ինչու հունվար փետրվարի սառնամանիքներին նման վտանգ չէին կանխատեսել տույաների համար, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ ավելի քան մեկ ժամ քաղաքի հրապարակում սպասում էր վարչապետի ավտոբուսին, հրաժարվեց պատասխանել. Եղևնիները, որ Հիմա չէ։ Տելեֆոնապատել եք, ուզում հասկանամ, ձմեռը չի արվել, ժողովուրդն ասում են, հիմա արել եք։ Չեք ուզում պատասխանել։ Ոչ, ձեզ ոչ։ Դժվար է հասկանալ։ Նիկողոսյանը, որ նաև ազատության տեղեկություններով իշխող կուսակցության Սպիտակի շտաբի պետն է, միայնակ չէր սպասում բարձրաստիճան կուսակիցներին. քաղաքապետարանի աշխատակիցներ էին նաև մարդիկ, որոնք ներկայացան որպես Փաշինյանի աջակիցներ. Խնդրելու են, որ այս կուրսը շարունակի։ Երկիրը զարգանում է, որ նորից զարգանում է ու զարգացնի։ Շնորհակալություն ենք հայտնելու։ Անհամեմատելի է հիմա եւ սրանից մի 5 տարի առաջ։ Մարդիկ ավելի լավ են։ Շատ մեծ տարբերությամբ, ավելի լավ եմ ապրում։ Չի հաշվին։ Ինչի հաշվին։ Աշխատանքի հաշվին, Որտեղ եք։ թոշակների հաշվին։ Ես թոշակառու եմ։ Նաև աշխատում եմ Որտեղ։ քաղաքապետարանում, բնակբաժնում։ Հատուկ եկել եք Փաշինյանին տեսնելու։ Անպայման խելքս հետ մեր մարդու պետք է հետան։ Բանում խաթեր։ Տաշի ստամոյ խաթեր, կամ կայու։ Հա, ինչ եք ասելու, հարց ունեք, թե ասելիք։ Ինչ հարցեր ունեմ, նրան հարց տալու բան չկա։ Ենա ծաղկեցնեմ Հայաստանը։ Սիրում եմ, սիրով ուզում եմ մի հատ դեմքը տենամ, ուրախանամ, գնամ տուն։ Հանգիստ քնեմ սուր։ Փաշինյանը լավ մարդ է։ Ինքը թոշակը վերցել է, դպաստը վերցել է, ճամփեքներ դրձել է։ Էլ մարդուն բողոք անի Եթե մի հատ քանի գել տալիս այնա քուդումա տղա չկա, թե ինը։ Ակավահի կապեի տա, քեզ դախանտն է։ Պարոն Փաշինյանին ենք եկել դիմավորելու, մեր հարգարժան վարչապետին։ ԿՊԵ-ական Աննա Սահակյանը դստեր հետ էր եկել, ասած նրա ձեռագործ սրտիկը նվեր է բերել Փաշինյանին. Դիմացի մայթին վարչապետի մասին ոչ միայն սրտառուճ ասելիք ունեցողներ կային. Բոլորիսն էլ շնորհակալ եմ, ես ոչ մի տեղն չեմ կարող խոսամ, մենակ իմ տեղը։ Ինչի համար եք շնորհակալ։ Ամեն ինչի։ Օրինակ։ Ինձ համար հաղաղ ապրում եմ, всё, իմ ընտանիքի, իմ հարազատների, всё, ինձ հետ է պետք, ուրիշ բան պետք չի։
Գալիս իմանա սպիտակցիկ ոնց են, ինչ են։ Առանց իրա շատ լավ է։ Հա։ Հա, Ինչու՞ է խանգարում։ ամեն ձևով խիթուք չգիտեք, ինձանից եք ուզում իմանաք։ Էս ինչ է մեր երկրի վիճակը, դու հասկանում եք։ Երիտասարդ սպիտակցի Տիգրան Սարգսյանը հարցով էր եկել վարչապետին դիմավորելու, զինվորական հաշմանդամություն է ձեռք բերել, բայց ասում է կարգ նշանակելու գործընթացն իր համար կասկածելի էր։ Դեպքը տեղի է ունեցել, ձեռք են բերել հաշմանդամություն ու ըստ օրենքի նաև պետք է նշանակվի հաշմանդամության կարգ։ Այդ կարգը նշանակելու գործընթացը իրար երես նայելով ուղղակի որոշվեց, խոսում են, ես լսում եմ։ Երկրորդ նշանակենք թեյորդ, չէ լավ, երրորդ ու վերջ։ Քիչ անց Փաշինյանն ու նրան ուղեկցող բարձրաստիճան ԿՊ-ականները ժամանեցին Սպիտակ։ Նրան դիմավորելու եկածները Մշակույթի պալատի դիմաց էին սպասում, բայց նրան մոտ 200 մետր շուտ բազմություն շրջապատեց։ Տարբեր հարցերով նրան մոտեցան բնակիչները, մեկը իր բնակարանի, մյուսը 88-ի աղետից հետո վթարային դարձած շենքի հարցով։ Երեխաները ֆուտբոլի դաշտ էին խնդրում։ Դաշտեր կան, որը համ ֆուտբոլի համար է, համ բասկետբոլի համար է, եւ այդ 100 հատ պետքա կառուցենք։ Բնակիչներից մեկն էլ թե քրեական ենթամշակույթ կրելու հոդվածով է դատվում, համաներում էր ուզում։ Սպիտակցի Տիգրան Սարգսյանը վերջում ասած այդպես էլ չի կարողացել հաշմանդամության կարգի հետ կապված իր հարցերով մոտենալ վարչապետին։